Եկեք բուրըն ծափահարենք Հիսուսին, սիրելի բարեկամներ, ամեն ինչ կարգին է, մենք սկսում ենք շատ զբաղված օր, մենք այսօր կունենանք 6 օրհնյալ ծառայություն և Աստված կօրհնի մեզ ինչպես միշտ, ես միշտ գովաբանում եմ Տիրոջ իր սուրբ խոսքի վերաբերյալ մեզ տված հայտնությունների համար և դա անշուշտ ամբողջությամբ փոխում է մեր կյանքը, շատ կարևոր է միշտ հաստատուն լինել Քրիստոսի մեջ, գալ եկեղեցի և ուշադրություն դարձնել, թե ինչ է քարոզվում, որովհետև դա Տիրոջ առաջնորդությունն է եկեղեցու համար, երբ Աստծո ժողովուրդը միավորվում է մեկ հոգով, նրանք չեն կարող պարտվել, երբեմն ճանապարհին խոչընդոտներ են լինում, բայց Տերն է մեզ ցույց տալիս, որ նա ամեն ինչի պատասխանատուն է, ինչ որ մեկ ինձ ուղարկեց մի տեսանյութ, որտեղ մի տղամարդ քայլում է, ձեռքին բռնած իր հեծանիվը, հետո մի բեռնատար եկավ, հարվածեց այդ տղամարդու հեծանիվին և անցավ դրա վրայով, իսկ տղամարդը անշարժ կանգնեց, զարմացած, բայց հետո նա գնաց տեսնելու հեծանիվը, ես մտածեցի, որ նա չպետք է անհանգստանար հեծանիվի համար, նա պետք է ասեր Աստված, շնորհակալություն, որովհետև եթե նա մեկ քայլ հետ մնար, կմահանար, եթե բեռնատարը մի փոքր ավելի արագ լիներ, նա կմահանար, Աստված վերահսկում էր բեռնատարը և ամեն ինչ, բայց նա իր ձեռքերը չբարձրացրեց Աստծուն շնորհակալություն հայտնելու համար, երբեմն մենք նման ենք այդ մարդուն, երբ քաղց ենք զգում, սկսում ենք առատորեն ուտել, փոխարենը նախապես ասելու շնորհակալություն ուտելիքի համար, Տեր, որովհետև եթե ուտելիքի պակաս ունենաք, Աստծուն կխնդրեք և նա ձեզ կտա, բայց դուք նրան շնորհակալություն չեք հայտնում, մենք պետք է սովորենք Սուրբ Գրքի մարդկանցից, որովհետև Տեր Աստված մեզ համար այն ամենն է, ինչ մեզ պետք է, Դավիթ թագավորը Սաղմոս 3-ում ասել է հետևյալը, Սաղմոս 3:3, ինչու էր այդ մարդը այդքան օրհնված, ինչու նա ոչ մի մարդում չպարտվեց, որովհետև նա շնորհակալ էր Աստծուն և խորհրդածում էր նրա խոսքի վրա, բարեկամներ, իմ սիրտը տխրում է, երբ մարդիկ գալիս են և բերում հիվանդ ազգականի աղոթք ընդունելու և Աստված բուժում է նրան, բայց նրա ընտանիքը խոսքին ուշադրություն չի դարձնում, մինչ ես քարոզում եմ, նրանք շուրջ բոլորն են նայում, կամ նայում են հատակին, նրանք ուշադրություն չեն դարձնում Աստծո խոսքին, եթե նրանք պատշաճ ուշադրություն դարձնեն, նրանց կյանքը կփոխվի, հիշում եք այն կնոջը հարավից, որը բուժվեց խլությունից, մինչև նրա մայրը քարոզը թարգմանում էր ժեստերի լեզվով, նա շատ ուշադիր էր, երբ տեսա նրան մտածեցի, նա կբուժվի, ես տեսա, որ նա շատ ուշադիր էր, Պողոսը տեսավ, որ Լյուստրայում հաշմանդամ մարդը հավատք ուներ բուժվելու, ուստի ասաց, կանգնիր ոտքերիդ վրա, այդ մարդը երբեք չէր քայլել, նա քայլել չգիտեր, բայց ցատկեց և կանգնեց ոտքերի վրա, մեր հավատքը պետք է հիմնենք խոսքի վրա, բայց դու Տեր իմ ասպարն ես, իմ փառքը և իմ գլուխը բարձրացնողը, ոչ միայն Դավթի համար, այլ ինձ համար էլ և յուրաքանչյուրի համար, ով հավատում է նրան, դու պետք է սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով և քո ամբողջ զորությամբ, կամ սիրում ես, կամ չես սիրում, եկեք շարունակենք, բայց դու Տեր, իմ վահանն ես, Դավիթը կարող էր գնալ ցանկացած մարտի, որովհետև Աստված նրա վահանն էր, նա այդպիսի հավատք ուներ, նա կկռվեր և երբեք չէր վիրավորվի, ինչը անհնար է թվում, նա պարզապես չէր ուղարկում մարդկանց պատերազմի, նա ինքն էր գնում առջևից և մարտնչում էր, 3. Իմ փառքը, ահա, եթե Աստված քո փառքն է, կարող ես մտնել բիզնեսի աշխարհ և հաջողության հասնել, դու հաջողության կհասնես արվեստի աշխարհում, եթե երգելու պարգև ունես, կարող ես սովորել գեղեցիկ երգել և մարդիկ ապշած կմնան, ինչու,
Որովհետև Աստված փառքն է, դու կերքես Աստծո օծությամբ կամ երկեր կգրես Աստծո օծությամբ կամ բժիշկ կլինես Աստծո օծությամբ եւ շատերին կօգնես, Աստծո փառքը քեզ պետք է քո կյանքում, նույնիսկ եթե մեխանիկ ես, բայց եթե վատ մեխանիկ ես, կարող ես անզգուշությամբ մարդ սպանել։ Մի օր ես Սան Պաուլոյից Կամպինաս էի գնում եւ կանգ առա մի մեխանիկի մոտ եւ ասացի. կարող ես արջևի եւ հետևի անվադողերը տեղերով փոխել։ Ինձ պետք է որ արջևինները նոր լինեն։ Նա ասաց. այո, կանեմ։ Փոխելուց հետո ես ճանապարհ ընկա։ Մայրուղու վրա ես մի փոքր արագացրի ընթացքը, բայց չէի գերազանցում արագության սահմանը։ Երբ պատրաստվում էի մտնել քաղաք, մեկ ուրիշ մեխանիկի ավտոտնակի կողքով անցնելիս նկատեցի, որ մեքենան կորցրել է հավասարակշռությունը եւ մեքենան ուղղեցի դեպի մայթ։ Անվադողերի բոլոր պտուտակները թուլացած էին։ Ես պատմեցի մյուս տղային, թե ինչ է պատահել եւ նա ապշած էր։ Դա խելագարություն է։ Դա կարող էր ձեզ սպանել ճանապարհին, բայց ես ասացի Աստված պահեց ինձ։ Այդ մեխանիկը դարեց չարամտությունից, թե անփութությունից, չգիտեմ, բայց որոշ մարդիկ իրենց աշխատանքը ճիշտ չեն անում։ Եթե նրանք ճիշտ անեն իրենց գործը, Աստված ավելի շատ հաճախորդներ կուղարկի նրանց մոտ։ Երբ դու աշխատում ես տխուր սրտով, հայոյում ես գործատուիդ, ասում, որ նա պետք է քեզ ավելի շատ վճարի, սիրելի բարեկամս, նա քեզ աշխատանք է տվել, գուցե նույնիսկ պահել ճգնաժամի ժամանակ։ Մենք աղաղակում էինք Աստծո առաջ համավարակի ժամանակ, քանի որ եկեղեցիները փակ էին, ինչպես էին կատարելու մեր պարտավորությունները, բայց մենք ոչ մեկին ոչ մի ցենտ պարտք չէինք։ Ոմանք գալիս էին այստեղ, Հովիվ Հայմեն ինքն էր դուրս գալիս մարդկանց մոտ, որովհետև մարդիկ չէին կարող ներս մտնել։ Մի օր ոստիկանությունը եկավ այստեղ, որովհետև հարևանը զանգարեց նրանց եւ ասաց, որ եկեղեցին լեփլեցուն է, բայց նրանք ոչ մեկին չտեսան։ Այստեղ ոչ ոք չկար, դա կեղծ լուր էր։ Հովիվ Հայմեն դուրս էր գալիս դռնապանների հետ, բժշկական դիմակներով։ Մարդիկ կանգնեցնում էին իրենց մեքենաները 10-անորդով ծրար հանձնելու համար։ Մենք պակասության մեջ չէինք, այնքան գեղեցիկ էր բարեկամներ։ Ինչ էին մտածում իշխանությունները նման բան անելու համար։ Ես այս ամենն ասում եմ, որպեսզի տեսնեք, թե որքան կարևոր է միշտ շնորհակալություն հայտնել Աստծուն օրհնության պահերի համար։ Դժվարությունների ժամանակ Աստված մեզ հետ էր, նեղությունների ժամանակ, համավարակի, Սաղմոս 3:3, բայց դու Տեր իմ ասպարն ես, իմ փառքը եւ իմ գլուխը բարձրացնողը, նա բարձրացնում է մեր գլուխը բարեկամներս, մի կենտրոնացեք ձեր կարիքների վրա, նա մեզ բարգավաճում կտա։ Մեր ժողովներից մեկում, որ Բալնեարոյում էր, սեպտեմբերի 26-ին, ժամը 2-ին, հրաշքներ տեղի ունեցան։ Եթե դուք ներկա չեք եղել, հիմա կարող եք տեսնել։ Միացրեք, խնդրեմ։ Սանտա Կատարինա այցելության ժամանակ դոկտոր Սուարեսը տեսավ Սուրբ Հոգու ուրախությունով լցված մարդկանց եւ մեծ ոգեվորությամբ Աստծո խոսքից սովորեցրեց նրանց, որ Տիրոջ օրհնությունները հասանելի են բոլորին հավատքի միջոցով։ Աստվածաշունչն ասում է, որ աստվածային զորությունն արդեն մեզ տվել է կյանքին վերաբերող ամեն ինչ։ Ինչ է ձեզ հիմա պետք։ Դոկտոր Սուարես, ինձ քաջալերանք է պետք, ինձ բժշկություն է պետք, ինձ երջանիկ ամուսնություն է պետք, օրհնված ընտանիք։ Աստվածային զորությունն արդեն տվել է այդ ամենը, բարեկամներ։ Մենք պարզապես պետք է խորհրդացենք, մտնենք Աստծո ներկայության մեջ եւ ստանանք մեր օրհնությունը։ Կարիք չկա գեղեցիկ եւ երկար աղոթքներ անել։ Ոչ, Աստված ամեն ինչ գիտի, նա գիտի, թե ինչ է ձեզ պետք, բայց ո՞րն է օրհնություն ստանալու գաղտնիքը։ Հավատը։ Հիսուսն ասաց. եթե հավատաք, կտեսնեք Աստծո փառքը։ Դոկտոր Սուարեսը հավատքի աղոթք արեց եւ Քրիստոսի մարզիկները սկսեցին ուրախությունից վազել։ Ցավ մեջքիս եւ ծնկիս մեջ։ Իսկ հիմա Անցել է։ ինչպես եք քայլում նախկինում։ Նորմալ էի քայլում, բայց ցավի պատճառով չէի կարողանում կռանալ։
Ուրեմն կռացեք միջև վերջ, կքանստեք, նորից, շատ երիտասարդներ չեն կարող դա անել, հիմա սկսեք ազատ քայլել, տեսնում եք բարեկամներ, նա նույնիսկ վազում է, նայեք նրան, մեր Աստված հրաշալի է, Խնդիր ունեմ ոտքերիս հետ, երբեմն դժվար եմ քայլում, ինչպես էի քայլում, բավականին լավ էի քայլում, բավականին լավ, Այո. ուրեմն ցույց տվեք, ես լավ էի քայլում, իսկ հիմա հիմա ավելի լավ եմ, կարող եք բարձրացնել ձեր ոտքերը, գնացեք, միջանցքն այնտեղ է, ցույց տվեք, թե ինչպես էի քայլում աղոթքից առաջ, այդպես, իսկ հիմա ավելի արագ քայլեք, շարունակեք քայլել, Աստված փրկում է ձեզ, վերադարձեք վազելով, նա Հիսուսի մարզիկն է, նայեք նրան, ահա սա է մեր Աստված, ինչ է պատահել քույրիկ, չէի կարողանում ոտքերս բարձրացնել, չեք կարողանում ձեր ոտքերը բարձրացնել, նայեք բարեկամներ, ինչպես եք քայլում նախկինում, դժվարությամբ էի քայլում, ցույց տվեք, թե որքան դժվար էր, այսպես էի քայլում, ցույց տվեք, ինչպես եք քայլում, իրականում չէի կարողանում ոտքս բարձրացնել քայլելու համար, հիմա նորմալ քայլեք, Աստված հիմա բուժում է ձեզ, օծությունը ձեզ վրա է հիմա քույրս, գնացեք այդ ուղղությամբ, քայլեք հաստատուն Հիսուսի անունով, հաստատ քայլեք քույրս, դուք ավելի լավանում եք, նայեք ինձ հիմա մի փոքր վարժություն արեք, շարունակեք դա անել, դուք պետք է ձեր ոտքերը ավելի բարձրացնեք, այո, աջ ոտքն է հիվանդ, շարունակեք դա անել Հիսուսի անունով, քայլեք ավելի վստահ Հիսուսի անունով, շարունակեք քայլել, փառաբանեք Տիրոջը, սա հիանալի է, հանդիպումից հետո հույզերը ավելացան, դուք չգիտեք, թե որքան ուրախ է իմ սիրտը, քույրիկ, ես այնքան դժվար եմ բարձրանում իմ տան աստիճանները, օգնության կարիք ունեմ, չեմ կարողանում ինքնուրույն քայլել, այսօր ես պատվի արժանացա իմ Աստծո կողմից, չէի կարողանում աստիճաներով բարձրանալ, այնպես չէ, ինձ համար դա իրոք անհնար էր, շնորհակալություն, Հիսուս, ինչ հրաշալի է բարեկամներս, հիմա մենք կնայենք իրական կյանքի պատմությունը, որից հետո մենք կաղոթենք, եկեք նայենք Քրիստոսի անունով, Եկեղեցու մասին իմացա քրոջս միջոցով և 2011 թվականին այնտեղ հանդիպեցի Հիսուսին։ Այալան աստիճանաբար օրհնվում էր և լցվում հավատքով, խոսքի քարոզչության միջոցով։ Երբ նա լուրջ վթարի ենթարկվեց, արդեն գիտեր, թե ինչ անել։ Վթարը տեղի ունեցավ 2016-ին։ Շատ էի սովորում, քանի որ շուտով ավարտելու էի քոլեջը։ Աշխատում էի մի քանի հերթափոխով և ստիպված էի հերթապահել հիվանդանոցում և քիչ էի քնում։ Երբեմն մոտոցիկլետ վարելիս քնում էի։ Ես ազդրի լուրջ կոտրվածք ստացա, այնքան որ բժիշկը ցանկացավ վիրահատել այն։ Նա ասաց ինձ, որ հին ոսկորները չեն վերականգնվում, բայց ես որոշեցի հավատքով պայքարել։ Ասացի, եկեղեցում, որտեղ ես հաճախում եմ, կա Աստված, ով կբուժի ինձ։ Ես այս հիվանդանոցից դուրս կգամ առողջացած։ Ինչ չեն վիրահատի։ Ոչ մի վիրահատություն չեմ ընդունում։ Որոշ ժամանակ անվասայլակ օգտագործեցի, բայց եկեղեցում բուժվեցի։ Մեջքիս ստորին հատվածում դեռ ցավ ունեի։ Երբ ուզում էի կանգնել, ինձ օգնություն էր պետք։ Երբ ծառայությունն ավարտվեց, ես տեսա, որ նա կարիք ուներ, որպեսզի որևէ մեկը օգներ նրան։ 2023 թվականին նրա վիճակն ավելի վատացավ։ Մեջքի ցավից բացի,
Մարտ ամսին Այալայի մոտ ուժեղ որովայնային ցավեր սկսեցին։ Երբ ես զգացի այդ ախտանիշները, բժշկի դիմեցի եւ բժիշկը էնդոսկոպիա նշանակեց։ Նրան ախտորոշեցին պանգաստրիտ, որը ստամոքսի ամբողջ լորձաթաղանթի բորբոքում է, որը առաջացնում է ուժեղ ցավ, այրոց, սրտխառնոց եւ փսխում։ Այալան հավատքի միջոցով հայտարարեց բոլոր չարիքների վերջը դոկտոր Սուարեսի կողմից 2023-ի հուլիսի 31-ին կայացած հանդիպման ժամանակ։ Չէի ուզում բաց թողնել այդ հանդիպումը դոկտոր Սուարեսի հետ, ուստի մասնակցեցի բուժվելու համար։ Նա վստահ էր, որ երբ վերադառնա, լիովին կբուժվի։ Նա սկսեց խոսել եւ քարոզել խոսքը եւ աղոթեց բուժման համար։ Ես ասացի՝ հիմա ժամանակն է։ Ստամոքսս այրվում էր, սարսափելի այրոց ունեի, բայց հանկարծ այն անցավ։ Հիշում եմ, որ ասացի՝ Տեր, բուժիր ինձ, ես ուզում եմ սուրճ խմել, ես սուրճ կխմեմ։ Այսպիսով ես գնացի ճաշարան ապացույց ստանալու համար։ Պատվիրեցի մի մեծ բաժակ սուրճ։ Նախկինում չէի կարողանում խմել այն, բայց այդ օրը խմեցի եւ ոչինչ չզգացի։ Նա բուժվեց Աստծո փառքի համար։ Ես բուժվեցի գաստրիտից դոկտոր Սուարեսի հետ աղոթքի ժամանակ։ Ասացի՝ Հիսուս, դու բուժեցիր ինձ, ես սիրում եմ քեզ, ես կմնամ նաև հաջորդ ծառայությանը։ Երբ նստած էի, ցավը զգացի մեջքիս մեջ։ Դա այնքան ուժեղ էր, որ մեջքս բռնվեց։ Ասացի Աստծուն՝ Տեր Հիսուս, ես կմնամ այստեղ մյուս ծառայության համար, բայց եթե դու Տեր, որ օգտագործեցիր այս մարդուն ինձ բուժելու համար, կարող ես նորից հրաշք գործել իմ կյանքում եւ կրկին օգտագործել նրան։ Բայց որպեսզի ես իսկապես վստահ լինեմ, ես պետք է լսեմ, թե ինչպես է նա խոսում մոտոցիկլետով վթարի մասին։ Այալան մնաց եւ մասնակցեց հանդիպմանը, եւ Հիսուսը նրան տվեց իր խնդրած նշանը։ Աղոթում եմ մեջքի խնդիր ունեցողների համար։ Դուք, որ մոտոցիկլետով վթարի եք ենթարկվել եւ դրա հետևանքները մինչեւ օրս կան, եկեք եւ ազատվեք այդ ազդեցությունից։ Նա ինձ ասաց, որ անեմ մի բան, ինչ ես միջ այդ չէի կարողանում։ Ինչ եք կարողանում անել։ Ես չէի կարողանում պառկել մեջքիս վրա, ամեն առավոտ ամուսինս օգնում էր ինձ։ Հիմա մտածեցի, Տեր, դու ինձ նշան տվեցիր, ես չեմ կարող հեռանալ այս վայրից առանց վկայելու։ Ձեր ամուսինը այդքան ուժեղ է։ Ես խնդրում եմ նրան օգնել ինձ, որովհետև իսկապես ցավում է։ Իսկ հիմա։ Հիմա ցավ չեմ զգում, դրա համար էլ վկայում եմ, այդ հովիվը գիտի, թե ինչերի միջով եմ Հիմա անցել։ կռացեք։ Իսկ հիմա Նայեք, որքան գեղեցիկ է։ հաջորդ առավոտյան, երբ արթնացա, միայնակ կարողացա գնալ լոգարան։ Ոչ մի ցավ չզգացի եւ ոչ մեկի օգնության կարիքը չունեի։ Եկեղեցուց դուրս գալուց հետո մենք գնացինք ռեստորան տոնելու։ Ես իսկապես ուրախ եմ։ Դա այնքան մեծ ուրախություն էր, մենք շնորհակալություն պետք է հայտնենք Աստծուն դրա համար։ Երջանիկ եմ։ Ես ուզում եմ երախտագիտությունս հայտնել Աստծուն այն ամենի համար, ինչ նա անում է ինձ համար։ Նաև շնորհակալ եմ այդ Աստծո մարդուն, որին Աստված օգտագործեց ինձ օրհնելու համար։ Այստեղ Աստծո շնորհ եկեղեցում իմ կյանքը փոխվեց, այն էլ գերբնական ձևով։ Աղոթելու ենք բոլորիդ համար։ Հովիվ Հայմեն շուտով կգա եւ կմիանա ինձ։ Խոնարհեցրեք ձեր գլուխը, փակեք ձեր աչքերը եւ սկսեք աղոթել մեզ հետ։ Ո Տեր Աստված, մենք հիմա սկսում ենք աղոթել, խնդրելով քո օրհնությունն այս մարդկանց համար, որպեսզի տաս նրանց իմաստություն, որպեսզի նրանք աղոթեն, որպեսզի նրանք աղաչեն քեզ եւ ստանան իրենց օրհնությունը։ Ես կատվածահար եմ անում թշնամու բոլոր գործերը նրանց կյանքում եւ ասում եմ այս չարիքին, որ այն պետք է հեռանա, այն պարզապես չի կարող շարունակել մնալ նրանց կյանքում ոչ մի պարագայում։ Հիվանդության ոգի, թուլության ոգի, լսիր ինձ հիմա, ես արգելում եմ քեզ մնալ այս կյանքերում, աղոթեք ավելի եռանդուն բարեկամներ, սա չափազանց թույլ աղոթք է, դուք կարծես գերեզմանատանը տնքում եք ու տնքում եք, ոչ, մտեք աղոթքի, սա մարդ է, դուք հիմա մարտադաշտում եք, Հիսուսը հրամանատարն է, նա կլինի քո վահանը, նա թույլ չի տա որևէ չարիք հասնի քեզ, որևէ պարագայում,
նա քո փառքն է, նա կտա քեզ կարողություն վռնդելու այդ չարիքը, նա հիմա կօգտագործի ինձ եւ հովիվ Հայմեին, Տերն է, որ բարձրացնում է քո գլուխը, որպեսզի դու այս պահին մտնես այս մարտի մեջ, որպես հաղթող եւ հաղթանակած դուրս գաս, Աստված իմ, այսպես ենք մենք հիմա աղոթում, այսօր մենք տեսանք զարմանալի բաներ, աշխարհում միլիոնավոր մարդիկ աղոթում են, ուստի հիմա ես միացնում եմ իմ հավատքը այս մարդկանց հավատքի հետ, ես կաթվածահար եմ անում թշնամու բոլոր գործերը եւ հիմա ասում եմ հիվանդության, թուլության ոգի, դու պետք է հենց հիմա լքես այս մարդկանց, դու պետք է հիմա գնաս, սկսիր հիմա ջերմեռանդորեն աղոթել եւ ամբողջ ջարը կհեռանա, Աստված իմ, ես հիմա օգտագործում եմ քո զորությունը եւ Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ ամբողջ չարիքը հեռանա, Հիսուսի անվան իշխանությամբ այդ անվան մեջ եղած զորությամբ աղոթիր, չար, դուրս կորիր, հեռացիր, բարձրացրու ձայնդ քույր, բարձրացրու ձայնդ եղբայր, հնարավոր է քաղցկեղ լինի, ասա այդ քաղցկեղին դուրս արի իմ մարմնից, Հիսուսի անունով, դու որ բարեխոսում ես քաղցկեղով հիվանդի համար, աղոթիր, որովհետև Աստծո համար անհնարին բան չկա, այն ինչ անհնար է մարդկանց համար, հնարավոր է Աստծո համար, իմ հավատքը միացված է քո հավատքին, չարորակ գոյացություն, հեռացիր հենց հիմա, ուռուցք հեռացիր, Հեռացեք անբուժելի վերքեր, ես խոսում եմ Հիսուսի անունով, ես անդրադառնում եմ սրտի կաթվածին, ինֆարկտին, արյան խցանումներին, ես հրամայում եմ, որ դրանք հեռանան Հիսուսի անունով, այս ծանր առիթմյան, այս մարդը ով ունի սրտի պրոլապս, այս մարդը լուրջ հիվանդություն ունի, ես հրամայում եմ, որ այն հեռանա Հիսուսի անունով, Չար, դուրս արի այս կանանց միզապարկից, դուրս արի այս տղամարդկանց միզապարկից, դուրս արի հենց հիմա Հիսուսի անունով, այս միզարձակման անզսպությունը պետք է դադարի, այս մարդու շագանակագեղձի այտուցը պետք է անցնի, այս մարդու երիկամների խնդիրը մենք հրամայում ենք, որ այն անցնի հենց հիմա Հիսուսի անվան զորությամբ, ես խոսում եմ այս գաստրիտի հետ, ես ասում եմ այս խոցին, այս տոմատիտին, նրանց տամոքսի չարիքին, այս այրոցին, այս խոցին, այս տամոքսի ցավին, անհետացեք, չքվեք հենց հիմա Հիսուսի անունով, սա մարդ է բարեկամներ, սա հրաշքների օր է, սա սրբության օր է, Աստծու գործերի օր է, ես ասում եմ դուրս արի չարիք, հեռացիր աուտոիմուն հիվանդություն, դուրս արի բազմակի սկրելոս, դուրս արի գայլախտ, դուրս արի դերմատիտ, այս մաշկային հիվանդությունը պետք է հեռանա, այս քրոնիկ պսորիազը պետք է հեռանա, հենց հիմա Հիսուսի անունով, այս ալերգիան չի կարող մնալ, մենք պայքարում ենք Հիսուսի անվան զորությամբ, հոդերի այս հիվանդությունը, որը դժվարացնում է շարժվելը, արթրիտ, հեռացիր, բարձիկաբորբ, հեռացիր, օստեոպորոզ, դուրս արիր, ոսկորների վարակ, ոտքերի արյան վատ շրջանառություն, հեռացիր թրոմբոզի սպառնալիք, հեռացիր սաֆենային երակի խցանում, ծնկների այս սարսափելի ցավը պետք է դադարի, այս ցավը, կոճերի այս բորբոքումը, սնուկների այս ցավը, ինչ էլ որ չար լինի, ուշադրություն, հովիվներ, ուշադրություն ծառայողներ, մենք աղոթում ենք դեպրեսիայով խուճապային խանգարում ունեցող, տագնապային խանգարումներ ունեցող, երկբևեռ խանգարումներ ունեցող, ընդհանրացված տագնապ ունեցող մարդկանց համար, հեռացեք, նահանջեք, դուրս արի դեպրեսիա, հեռացիր խուճապ, դուրս եկեք մտավոր հիվանդություն, հակասական մտքեր, մտքերի խառնաշփոթ, հեռացեք, մարմնի այս ծանրությունը, այս թուլությունը, դուրս եկեք Հիսուսի անունով, բարձրացրեք ձեր ձեռքերը հիմա, Աստվածաշունչն ասում է, որ եթե որդին ազատի, ապա դուք իսկապես ազատ կլինեք, Քրիստոս մեզ ազատեց իրական ազատությունով, փառք տվեք Աստծուն բարեկամներ, ստացեք ձեր օրհնությունը հիմա, ասեք շնորհակալ եմ Տեր, ես վերցնում եմ իմ օրհնությունը Հիսուսի անունով, նստեք խնդրեմ, եկեք պատրաստվենք հաղորդությանը, Առաջի Կորինթացիս 11:23 եկեք կարդանք, որովհետև ես Տերիսն ընդունեցի այն, որ ձեզ էլ ավանդեցի, որ Տեր Հիսուսն այս գիշերը, որ մատնվում էր, հացը առավ եւ գոհանալուց հետո կտրեց եւ ասեց. «Արեք կերեք, այս է իմ մարմինը, որ ձեզ համար կոտրվում է, այս արեք իմ հիշատակի համար»։ Այնպես էլ ընթրիքն ուտելուց հետո բաժակն առավ եւ ասեց. «Այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով, այս արեք, քանի անգամ որ խմեք, իմ հիշատակի համար, որովհետև քանի անգամ որ այս հացն ուտեք եւ այս բաժակը խմեք,
Տիրոջ մահը պատմեցեք, միջև որ նա կգա։ Ուրեմն ով որ այս հացն ուտե կամ Տիրոջ բաժակը խմե անարժանությամբ, նա պարտական կլինի Տիրոջ մարմնին եւ արյունին։ Ուրեմն թող ամեն մարդ փորձե իր անձը, եւ ապա այն հացիցն ուտե եւ այն բաժակիցը խմե։ Ինչու են կարդում այս տեքստը։ Պողոսն ասում է՝ մի մասնակցեք անարժան կերպով։ 5 տակարանում կենդանու արյունը ծածկում էր մարդկանց մեղքը։ Ես միշտ մեջ բերում եմ Սաղմոս 32-ը, Դավիթը խոսում է դրա մասին առաջին համարում, եկեք տեսեք, թե ինչ է նա ասում։ Երանի նրան, որ անօրենությունը թողվեցավ, եւ որի մեղքը ծածկվեցավ։ Սա հին ուխտում էր, նոր ուխտի համար եկեք կարդանք Հովհաննես 1:29, հետևյալ օրը Հովհաննեսը տեսնում է Հիսուսին իրեն մոտ գալիս եւ ասում է. ահա Աստծո գառը, ով որ վեր է առնում աշխարհի մեղքը։ Նկատում եք տարբերությունը։ Հին ուխտում մեղքերը ծածկվում էին, իսկ նոր ուխտում դրանք վերացվում են։ Այսպիսով մենք չենք կարող հաղորդություն ընդունել, եթե մեղքի մեջ ենք, բայց երբեմն մենք մեղանչում ենք եւ գիտակցաբար եւ անգիտակցաբար։ Դա կարող է լինել զայրույթի պահին, ինքնատիրապետման կորուստի պատճառով։ Տեր, եթե մեղանչել եմ գիտակցաբար կամ անգիտակցաբար, խնդրում եմ ներիր ինձ, եւ նա ներում է ձեզ, նախքան ընթրիկին մասնակցելը քննեք ինքներդ ձեզ։ Եթե մեկը մեղքի մեջ է ապրում, ապա այլ բան է, նա չպետք է հաղորդություն ընդունի, բայց եթե այսօր հաշտվի, ապա կարող է մասնակցել։ Ինչ վերաբերվում է նրանց, ովքեր դեռ չեն ընդունել Հիսուս Քրիստոսին որպես իրենց Տեր եւ Փրկիչ, նրանք չպետք է մասնակցեն։ Ինչու՞։ Սա եկեղեցական տոն չէ, սա Տիրոջ ընթրիքն է։ Եթե Հիսուսը ձեր կյանքի Տերը չէ, մի մասնակցեք, բայց եթե ձեր սրտում հավատում եք, որ Հիսուսը մահացավ ձեր մեղքերի համար, եթե ձեր սրտում հավատում եք, որ նա հաղթեց դժոխքին ու մահին, ասեք նրան՝ փրկիր ինձ, եւ նա կփրկի ձեզ, այդ դեպքում դուք կարող եք մասնակցել արժանի կերպով։ Փակեք ձեր աչքերը, խնդրում եմ, Հայր, Հիսուսի անվան իշխանությամբ ես հիմա քո առջև եմ։ Եթե մեղանչել եմ գիտակցված կամ չգիտակցված կերպով, հիշիր քո ողորմությունը եւ ներիր քո ծառային, ներիր մեր մեղքերը, ներիր մեր թերությունները, խնդրում եմ քո ողորմությունը ցուցաբերես, ով Աստված, Տեր Հիսուսի անունով։ Եթե մարդիկ հիմա փրկություն են խնդրում, փրկի նրանց, ով Աստված, ովքեր հիմա ասում են, ես իմ կյանքը հանձնում եմ Քրիստոսին, շնորհակալ ենք Տեր, ամեն։ Ծառայողները ձեզ կբաժանեն հացն ու գինին, դուք կստանաք 2 բաժակ, հացը տակն է, իսկ խաղողի հյութը վրան։ Մատուցեք, խնդրեմ։ Դեռ մի կերեք եւ մի խմեք, բոլոր նրանք, ովքեր պատկանում են Հիսուսին, կարող են մասնակցել։ Նրանք, ովքեր այսօր ընդունեցին կամ արդեն ընդունել էին նրան, հիմա բարձրացրեք հացը։ Օրհնությունից հետո դա այլևս սովորական հաց չէ, այլ Քրիստոսի մարմինը։ Ժամանակն է շնորհակալություն հայտնելու Հիսուսին։ Ինչ մեծ սեր, նա իր կյանքը տվեց ինձ համար, ձեզ համար, նա մահացավ մահով, որպեսզի մենք կարողանանք ապրել նրա կյանքով, եւ Տիրոջ կյանքը հիմա ձեր մեջ է։ Ալելույա, փառաբանեք Տիրոջը եւ Բարձրյալին։ Ալելույա, ես ուզում եմ տեսնել Աստծո զորությունը ձեր մեջ։ Ես ուզում եմ տեսնել, թե ինչպես եք ուրախություն ստանում Բարձրյալից, Աստծո ներկայության ուրախությունը։ Տեր Աստված, սա Քրիստոսի մարմինն է, որը ես կոտրեցի։ Քո վերքերով ես բժշկվեցի։ Տեր, ես հիմա դավանում եմ քո առջև եւ բոլորի առջև, որ Հիսուս Քրիստոսն իմ Տերն է։ Մասնակցեք Քրիստոսի մարմնին։ O envio transformou, vem faminto a Jesus, vem cear. Ալելույա։ Գովաբանեք Տիրոջը։ Գովաբանեք թագավորների թագավորին։ Գովաբանեք տերերի Տիրոջը։ Բարձրացրեք բաժակը։ Նույն կերպով նա վերցրեց բաժակը ընթրիքից հետո, ասելով. այս է բաժակը նոր ուխտի իմ արյունով։ Տեր, սա նոր ուխտի բաժակն է, որին ես մասնակցում եմ եւ դավանում եմ, որ Հիսուս Քրիստոսը քո որդին է, իմ միակ եւ բավարար փրկիչն է, կարող ես խմել։ Mestre chama, vem cear. Ալելույա։ Whoa!